Քաղաքական համակարգի абսուրդի հարցն է, որը նորից էլի բավականին խնդրահարույց է։ Եկեղեցու դեմ արշավի, եկեղեցու դեմ սանձազերծված պատերազմի հետ կապված հարցն է։ Ես նաև առավոտյան աչքովս ընկա, որ որոշակի իմ տեղեկություններով նաև որոշակի խնդիրներ է ստեղծվել Ծիծեռնակաբերդ այցելելու աննախադեպ մի բան է տեղի ունեցել, չգիտեմ այդ լուրերը կհաստատվեն թե չէ, որ Ծիծեռնակաբերդ այց տեղի չի ունենալու եւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպան հարցներ նորից էլի, որը որ արկախված է եւ չգիտենք տեղի կունենա հանդիպում թե չէ, եւ այլ հարցեր կան, որոնք որ այդ խաղաղության գործընթաց կոչվածի հետ կապված հարցեր կան եւ բազմաթիվ այլ մտահոգիչ հարցեր էլ կան եւ տեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան, ոնց կլինեն։ Ես նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօր նորից էլի անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարազատներն են ազգային ժողովում, մոտ 240 անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցներ կան, որոնց որ ճակատագիրը հայտնի չի եւ այդ ուղղությամբ էլ ոչ իշխանություններն են գործում քայլեր ձեռնարկում եւ կարծում եմ միջազգային հանրությունն էլ պետք է սրան ուշադրություն դարձնի եւ եթե չեմ սխալվում, իշխանությունները ամեն ինչ անում են, որ այս ամեն ինչը այսօր ծածկաթմփոց արվի եւ եթե այցը շարունակական լինի, այսինքն ինչքանով որ ես տեղյակ եմ, Ադրբեջանը էլ այց լինելու, Բաքու էլ այց լինելու, անհապաղ պիտի ազատ արձակման, այդ մեր գերիների ազատ արձակման հարցը բարձրացվի։ Պարոն Դանիելյան, նաև տեսնում Դե ուղղաթիռներով, ես չգիտեմ, երևի հակաօդային պաշտպանության համակարգեր էլ կտեղադրեն, այստեղ արդեն տեսնում եք հարյուրավոր, հազարավոր ոստիկաններ են եւ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքն է հաթարված եւ տեսնում ենք, որ ամեն կողմից Պրոշյան Բաղրամյան փողոցն է փակ, այնտեղ էլի մեր հայրենակիցներ են այնտեղ ներքևի հատվածն է փակ, այսինքն ամեն կերպ խոչընդոտ են ստեղծում, որպեսզի այդ ապօրինությունների մասին չբարձրաձայնվի եւ տեղյակ չլինի։ Մետրոն էլ չի աշխատում, այո, մետրոն էլ է փակած, ամբողջությամբ պարալիզացրել եւ չեն թողնում անգամ որ Հայաստանը այս իրավիճակն է, որ անգամ մարդիկ իրենց ձայնը բարձրացնելու Հայաստանի Հանրապետություն խնդիր ունեն։ Էսա թողվեսը տեսնի թե Հայաստանում ինչա կատարվում եւ ինչա, ինչ ձևով է ոստիկանությունը իրեն դրսևորում։ Վեցի համար թե Փաշինյանի է։ Սա արվում է իհարկե Փաշինյանի համար, որ հնարավորություն չտրվի մարդկանց, որ իրենց ձայնը կարողանան բարձրացնել։ Սա ի՞նչ է նշանակում։ Երբեք նման բան տեղի չի ունեցել։ Երբեք 1000 մի հատ պատվիրակություն է եկել Հայաստան գնացել։ Նման բան դուք տեսել եք։ Մետրոն փակել են, ամբողջը շրջապատել են։ Մարդկանց չեն թողում անգամ ցանկապատին մոտենալ։ Freedom!